Բարի լույս սիրելիներս, բարի լույս իմ լավ բարեկամներ։ Այսօր մեր մոտ երկրորդ օրն է, որ մենք արդեն ծովափում ենք եւ քամիկամ ծովը բավականին ալեկոծված է, դրոշը կարմիր դրված է, բայց ասեմ ձեզ ջուրը բավականին տաք է, մտա ես ջուրը ճիշտ ասած վախենում ես լողանաս, որովհետեւ հնարավոր չի։ Դե ինչ արած ոչինչ, կարևորը որ ռելաքսացիա ենք լինում ընկերներով, լավ ծիծաղում, ուրախ օրենք անցկացնում, վաղը մեր Ռուզաննայի եւ Օֆելիայի ծննդյան տարեդարձն է, չմոռանանք ասեք թե ինչու ենք մենք այստեղ հայտնվել եւ վաղվա տարեդարձը կաշխատել մի քիչ նկարահանել, որովհետեւ փոքրիկ եվրոպական տարեդարձ ենք անում, քանի որ մեր բնականաբար որ Հայաստանում անցյալ տարի լրիվ հայկական տարեդարձ էր, այս անգամ եվրոպական։ Ասեմ ձեզ, որ երկար պարկած նայում եմ ծովին եւ գիտեք ինչ եմ մտածում, սիրելիներս, մտածում եմ, որ այս կյանքը իրոք պետք է վայելել, երբ որ մաման ասում է, բալա ջան, չէ մի ասա, եթե գալիս է այդ րոպեն, որ դու պետք է դա անես եւ դա խելքին մոտ բան է, մի ալարի, որովհետեւ այսօրվա օրը վաղը հետ չի գա։ Օրինակ, այս երեկվա օրը, որ մենք գնացինք, երաժշտություն եւ այլն, այսօր էլ հետ չի գա։ Մեր Վենեցիան էլ մենք չենք կարող հետ բերել, այդ որ ծիծաղում ենք, ուշաթափվում ենք եւ հոգնած 15 կիլոմետր քայլում ենք եւ ոտներս էր ուռում եւ ձեռքերս էր ուռում, բայց մենք ծիծաղում ենք, որովհետեւ խումբը շրջապատը ուրախ էր։ Մենք վայելում ենք ամեն վայրկյանը։ Ես ցանկանում եմ բոլորիդ, որ ուրախ լինենք։ Թեկուզ մի քիչ փոքրիկ ունենք հնարավորություն այդ փոքրով բավարարվենք, շատ է հնարավորություն, շատով վայելենք։ Այո, մեր սիրելի սիրալույս ջան, դու ճիշտ էիր կրահել, մենք պետք է գնանք ոչ թե Միլան, այլ Հռոմ, դա իմ երազանքներ, ես պետք է գնայի քույրերիս հետ, բայց որոշեցինք, որ քանի որ Ռուզանան կազմակերպեց, ասեցի, ինձ շատ բան արեցի, որ մենք բնականաբար մեր խումբն է միանամ իրանց եւ որոշեցին Հռոմ, ասեց Անա, այդ գիտե որ դու էլ էիր Հռոմ ուզում, միանգամից կգնանք, հիմա սիրելիներս Ծերանայիդը հանգստանում է 3 օր այստեղ, որպեսզի 3 օր էլ նորից 180 ձիաուժով նորից սկսենք քայլել, որովհետև ես գալու եմ եւ նորից էլի մեզ սպասում է ճանապարհորդություն։ Հիմա կասեք Անայիդը սյուրպրիզներ է։ Ոչ, սյուրպրիզը չի, բայց կտեսնեք, ինչու՞ չէ, եկեք Անայիդի հետ ինտրիգային ապրենք։ Եվ գիտեք ինչ դա ամենակարևորը նա է, որ ես միշտ որոշում ենք մենք վերջին րոպեին, ես եւ բոլորս եւ մտածում ենք, որ ինչու՞ չէ, եթե հնարավորություն ունենք, ինչու՞ չէ։ Հիմա շատ է կասեք բա Սերժը, ես ու Սերժը մենք միշտ իրար հետ գնում ենք այնտեղ, որտեղ Սերժն է սիրում։ Ես այդքան շատ սարի մարդ չեմ, ինքը սիրում է սարեր, ինքը սիրում է Պեյբասկը, ինչպես տեսնում եք, չգիտեմ, ուր կգնանք այս տարի, արդյոք կգնանք թե չէ միասին, բայց անպայման մենք քանի որ ունենք մի քանի հարսանիք, էլի հարսանիքը հեռու տեղ է գտնվում, ես կտեսնեմ կորոշենք իմ մեր Աստված առաջ օգոստոսին գալու են Կարլայի ծնողները մեր տուն, մենք միգուցե մենք մի հատ նորից գնանք այնտեղ Դավիթի ու Կարլայի տուն, որովհետև Սերժը շատ է հավանել, ամել այդ ժամանակ ծովն էլ է, էլի արդեն լավ է այդ Ֆրանսիայի կողմի ծովը, որովհետև Կարլան ու Դավիթն ապրում են ծովից 1 ժամ։ Այդպիսի բաներ, գիտեք ինչ, մենք չենք գնում միտեղ ցույց տալու համար, մերը սպոնտանե է, անմիջական, այսօր որոշեցինք 2-3 օրով կարող ենք միտեղ գնալ։ Ապրում ենք այնց երկրում, որտեղ որ հնարավորություն կա, այսինքն ծովել կա, օվկիանոսեր կա, սարեր կա եւ այլն։ Մենք ունենք շատ ընկերներ, Սերժը ունի ընկերներ, դե բնականաբար Սերժի ընկերները իմ ընկերներն են, իմ ընկերները Սերժի ընկերներն են։ Տեսնենք, Աստված առաջ եւ հետո արդեն ոնց կլինի, օգտվեք ամեն վայրկյանից։ Սիրելիներս, մի բան եմ ձեզ խնդրում։ Սիրեք մեկին։ Մենք մի բուր ազգ ենք, սիրեք մեկին։ Մեր Էլմիրան շատ է սիրում հայերի։ Ամեն անգամ նայում ասում է հայերը ավելի լավն են, հայերը սենց են։ Ես ուրախ եմ, ես իր հետ համաձայն եմ, որովհետև հայերի մոտ կա մի հատ զգացմունք, որ ոչ մի ազգի մոտ չկա։ Եվ մամաները, եւ պապաները կան իրանց սխալներով շատ ծնողներ, բայց մեծամասնությունը այդպես չէ։ Հիմա ես ձեզ մի բան էլ ասեմ, ես մի բան եմ խնդրում ձեզ։ Յուրաքանչյուր մարդ, երբ որ կցանկանաք, որտեղ շատ բլոգերներ կան, որոնք իրոք
մեծամիտ, ինքնասիրահարված, կան որոնք որ ուղղակի ոչինչ ցույց չեն տալի, կան ուղղակի որոնք վուլգարություններ են անում, բան, ես ուղղակի ձեզ խնդրում եմ, մի գրեք վատ բաներ, դուք ձեզ մի նայեք, sense անջատեք, ասեք, վայ, այս ինչ տհաճ երևույթ է, բայց մի գրեք, սիրելիներս, որովհետև ես այն օրը մտել եմ ուսումնասիրել եմ ստատիստիկայով, այն մեր թշնամի ազգը նայում են եւ տակը ծիծաղելի բաներ են գրում, մի գրեք, չեք սիրում, մի նայեք, ես երեք ուղղակի 5 րոպեով մտա մի հատ Instagram, նայեցի, տեսա, որ շատերը իրոք ահավոր բաներ են գրում, եւ ես համաձայն եմ ձեր հետ, որովհետև իրոք այդ մարդիկ չափնացնում են, բայց մի գրեք, այսօր իրանք դա ինադու են անում, որպեսզի դուք գրեք, որպեսզի իրանք գումար աշխատեն, բայց չէ որ դա մեր հայ ազգի պատիվն է։ Այսօր մեզ հարցնում են դուք որտեղից եք, ասում ենք Հայաստանից, նայում են, ասում են վա, որովհետև տեսնում են բոլորս առաքինի, բոլորը մարդիկ նորմալ, հագնված, գեղեցիկ, ժպիտներ երեսին։ Եկեք հայկական հայի իմաժը, հայի այդ իմիջը ամբողջ աշխարհում լավը ցույց տանք։ Դե իմ սիրելիներս, մի հատ շուտ տամ ծովը նայեք ու ասեմ ձեզ, մնացեք Անահիտի հետ։ Ահա եւ մեր ծովը, ահա եւ մեր հայ մեծատարով հայ կինը, որը ամեն տեղ նշում է մեր հայկական ուրիշը, դաժե իտալական երգ եմ դնում, ասում այս հայկական էր երգ, հայրեն է երգ։ Ժողովուրդ ջան, այսօր իմ Օֆելիայի եւ Ռուզաննայի տարեդարձն են գնում նշենք, իհարկե այսօր էլ եւ վաղը, քանի որ ծնունդը վաղն է։ Այո։ Եվ լավ եղանակա, մի քիչ ցուրտոտ է, բայց ժողովուրդ է։ Հիմա եկել նստել ենք այս խշխշան աղբուրի մոտ։ Ինչ սպասում ենք ժողովրդին, այո։ Տեսնենք, հեսա կգանք, տեսնենք ոնց է։ Տեսնես, ասում ես փայտիկ ինչի համարապետ։ Պետք է ասես բռնենք, կարող ես ձեռունը, մլի մի հատ պահի։ Ես ուսուն եմ ջահել, այս ինչ какие мы красотки, երեխեք մեզ թվում է, թե մենք մրցումների ենք եկել, չէ՞։ Այո, մեզ պատա։ Շատ սիրել մի հատ այս ծաղիկների մոմենտը ցույց տալ։ Այ պարտեզում վարդ է բացվել, մի հատ ավերով քիչ մտի։ Սպասենք սոխակի։ Ձենս կտալու լանջա։ Մազը շատ սիրն է։ Այո։ Էդ գնում ենք հիմա, լավ արդեն էկիպ եղած գնում ենք, որովհետև կոշիկներս վերցրել ենք մի հատ շլոպկա, այն, բայց այդտեղ լավ է, եղեք, աստիճան չկա, ուղիղ գնում ենք, ուղիղ գալիս։ Ինչ ասեմ, սիրելիներս, մեր վականսը արձակուրդները արդեն համարյա թե ավարտին է հասնում, մոտենում է ու մենք պետք է իրար հետ հրաժեշտ տանք։ Հրաժեշտը ամենատխուր պահն է, չսիրածս պահը։ Բոլորիք սիրած պահն է։ Ինչքան լավ կլիներ, չէ, որ մոտիկ լինենք էլի Հայաստանը, Ֆրանսիային։ Մի ժամ ամենից։ 3 ժամ այլ մոտիկ է, պրոստը վիզա չեն խփում։ Բան ամենալավը Հունաստանում է, երկուս շուտ։ Բայց բա էլ մի ասա, երբ պիտի բացվի այդ մոմենտը։ Սիրելիներս մենք դուրս եկանք, գնում ենք անցկացնենք մեր երեկոն, այս ճանապարհը տեսնում եք, մեքենա չի անցնում, ու այս ամբողջ արահետը մենք ասես մեջտեղով գնում ենք, շատ հաճելի, շատ լավ քաղաք ասեմ ձեզ, կուրորտնի, հետա, հիմա գնանք ման գանք, տեսնենք ինչ ենք անում, այսօր չենք քայլել շատ, երևակայիկ, այսօր ավելի շատ եղել ենք ջրի մեջ, մի հատ բարևեք բոլորին, Անի, բարևի, Ռուզաննա խոսում է հեռախոսով իր գործերով, ժողովուրդ ջան, ահա եւ ձեր Անահիտը, նենց ենք թուլացել, այս ջուրը վսյոտիկի ժողովուրդ թուլացնում է, էլի, ջուրը թուլացնում է, ես ճիշտ ասած մտա երեխեքի ծով, ալիքներ էր, բայց անենց տաք էր ջուրը, բայց ցաված ուսերս, դրա համար ես դուրս եկա, բայց ամբողջ օր ջակուզիում բանում ենք, սպայում ենք և հայերենները չէ ասում սպա, և տաք լողավազաններ էր տաք, բայց ջուրն էր շատ տաք, ջուրը երեխեք 27 աստիճան կլիներ,
Այս էլ մեր Ռուզաննա խոսածը ավարտեց։ Հիմա գնում ենք նշենք մեր երկու սիրելի Happy birthday to you, Happy birthday to you, նախորոք ենք էլի երկում։ Քանիսն է ժամը ժողովուրդ, Երևանի ժամանակով քանիսն է ժամով։ 11:20, հեսա 40 րոպեից հետո հեռախոսները ծնգ Ժողովուրդ ջան, կհավատաք, սենց համեստ գնում ենք, ես գիտեի, թե Ռուզաննայի 39-ամյակն է, արի ու տես, որ Ռուզաննայի 40-ամյակն է, և 40-ամյակը մենք սենց նշում ենք սենց անշուկ, ես երևի բալետի շորերը հագնեմ։ Что это такое? Я буду жаловаться. Happy birthday to you. Happy birthday to you. Joyeux anniversaire. Ծնունդները շնորհավոր։ Այս համալոտը ձեր խաթեր համար։ Ախ, Ջիզուս, կատիկի ժողովուրդ ջան, ժամը մեր ժամով 12-ն է։ Երեխաները ծննդյան տարեդարձը արդեն զանգ ու զրնգոցը։ Մնացածը սիրելիներս ռեստորանում կենաց կխմենք և կշնորհավորենք մեր իմ լավ ընկերների, երկու ընկերուհիներիս կենացը։ Շնորհավոր, շնորհավոր, շնորհավոր։ Երկու շնորհավոր։ Առողջ ծնունդը շնորհավոր Էլմիր ջան։ Մինչև 90 տարեկան եմ։ 100, հա։ 100-ից հետո էլ արդեն ուրիշ տեղեր են նշենք էլի։ Եվ դու 90-ից ես 100 եմ մնում։ Ասես 100 էլի։ Տեսեք ինչ լավն է։ Մենք էլ արդեն, մենք էլ վերևից կնշենք ձեր հետ։ Դե լավ, խաշ է։ Հարամեցիր սա։ Դե մեկ էլ չկա, սա հավասար է։ Դուրներ տեկա։ Շատ համով էր, հա։ Մեկ կարակ արդեք էսի ինչերը։ Այո, ուի։ Հա, ես։ Էսի քո սա, էս ինչ է էսի, էսի։ Polenta is mais. Բարև ձեզ սիրելիներս, բարի լույս, բարի առավոտ բոլորիդ այս հրաշալի տեսարանով։ Այսօր օրը մի քիչ ցրտոտ է, բայց արև եմ հաղորդում ժամը 10-ից հետո մենք իջնում ենք նախաճաշելու եւ այսօր արդեն օֆիցիալն է Ռուզաննայի եւ Օֆելիայի ծննդյան տարեդարձն է եւ մոմ կվարեն աղջիկները հաց կուտենք, տեսեք արդեն, հա Ռուզան, ինչ կլինի, Ռուզան ջան Joyeux anniversaire, ծննդյանը տարեդարձը շնորհավոր ձեռնան կյանքիդ, այդպես միշտ լինես բարի, արտակարգ մարդ մեծատարով, չեմ ուզում շատ գովամ, արդեն դուք պատկերացրեք էլի։ Հիմա սպասում ենք մեր Օֆելիային եւ դուրս գանք, իջնենք հաց ուտելու։ Շատ շնորհակալ եմ ձեր գեղեցիկ բառերի համար, շնորհակալ եմ նրա համար, որ դուք ապրում եք ինձանով եւ կարոտում եք ինձ, ճիշտ ասած ես չէի պատկերացնում այդպիսի արձագանքներ եւ մտածում էի դե լավ ոչինչ աղջիկները կհանգստանան մի քիչ ինձանից, բայց արի ու տես որ ոչ, արի ու տես որ դուք շատ կարոտել եք ձեր Անահիտին, Անահիտի ձայնը, այս կողմը վառված է, այս կողմը ոչ, չգիտեմ թե ինչու այս կողմը արևահարվել եմ, այս կողմը ոչ։ Այ քեզ տարօրինակ բան։ Համենայն դեպս ուզում եմ ձեզ ասել սիրելիներս, որ մեր արձակուրդն արդեն կամաց ավարտին է մոտենում, այսօր մեր այս ծովափնյակ տեղը վերջին օրն է եւ մենք 3 օր էլ կմնանք Հռոմում, հրաշալի Հռոմը եւ կբաժանվենք միմյանցից տխուր, բայց ուրախ հիշողություններով։ Դե ինչ, Աստված առաջ, միգուցե թե մի օր էլ հանդիպենք։ Դե ինչ սիրելիներս, գնացինք, մենք արդեն սոված ենք, սովամահ ենք լինում, ժողովուրդ ջան դուք սոված եք, իհարկե սոված ենք, գնացինք գործի, որ գալիս ես ծով, ոնց որ
Ծնունդը շնորհավոր Օֆելիա։ Դուք շատ բարի եք։ Գնում են գործ երեխեք ջան, այտենց բան չկա, ժամը 8-ին պադիոմն է, հիմա իջնում ենք մենք Նախաճաշի, մարդկա 5:30-ից պլաժում քնում է, դա իմ ընկերուհին է, ինքը որոշել է, որ այսօր գիշեր պլաժում է գնալ։ Պեչքը սպորտով էլ այրել։ Երեք այնքան ենք մնացել ջակուզիում, ջակուզի չէ սպա։ Ջակուզի, հա, պատյուտեն ջակուզի, ես այսքան իմ կարիերայի մեջ չեմ տեսել, որ բասեյնի չափա, լողավազանի չափա երեխեք ջակուզի, ծայրնս կտրվել է։ Հոֆիլա ես չեմ խոսում խռոմ։ Երեխեք, երեք ունքերս գնացի հանելու, անեն սիրուն են սարքել, թոբատը Երևանում սես կսարքել։ Այդ աղջկա հանումը Ռուզաննա է։ Իմ սիրուն Ռուզաննա, բազմակողմանի զարգացած մարդ, կազմակերպիչ։ Բաչե իմ ամենամոտիկ ընկերուհին, առավոտ 5-ից զարտում ակաղաղի պես է գնում պլյաժ։ Ահա եւ մեր հյուրանոցը մենք գնում ենք հիմա Նախաճաշելու։ Եվ գիտեք ինչ Նախաճաշ է, երեխեք, արտակարգ, բան, դու ասա, թագավորական Նախաճաշ։ Շատերին կհետաքրքրի, իրավունք ունենք նկարել։ Ես հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ այս հրաշալի ռեստորանը, արտակարգ մակարդակով առականին, այստեղ պատրաստում են ձվածեղ, գլազոտ, ինչ ուզում եք, ոնց ուզում եք։ Հիմա գնում ենք մենք մրգերի բաժինը։ Buongiorno, մրգերի բաժինը, հիմա ես կվերցնեմ այսօր սալոր, մի քիչ մեկ էլ անանաս, որովհետև մնացածը մի քիչ 3-20 կերանք, հա, ձմերուկներ վատը չէր, մածունները, այսքան բանի մեջի ժողովուրդ ջան, ամեն մարդ վերցնում է այն, ինչ ուտում է։ Սա սերիալներն է, խլոպյանները, հացերի տեսականիները, այստեղ հիմնականում իտալական հացատեսակներն են, անգամ կան նաև աղցաններ, որովհետև կան անգլիացիները ուտում են առավոտյան Նախաճաշը այս տիպի աղցաններ եւ այլ։ Սա հացատեսակներն է, բիսկվիտներ, այսինքն բաներ, սուխարիներ, որովհետև մարդիկ կա սուխարի։ Գնացինք արդեն վիենուազիների տեղը, մուֆիններ, խմորեղեն, սա իտալական տիպի խմորեղեն է, սանտա ալադիկոկա նախտակներ, սա մեղրով տախտա, շոկոլադ, կրուասաններ, իսկ այստեղ արդեն գալիս է ամբողջությամբ վիչինաներ, որովհետև յուզեզելերը շատ երկրներ նախաճաշում են աղի, ֆրանսիացիները նախաճաշում են հիմնականում ես անձամբ սկարակ, ջեմ և կամ կաթիլաշոր տվարով, պանիր էլ չեն գուտում առավոտյան։ Տեսնում եք դա երկրների մոմենտով տարբերում է։ Եվ ասեմ ձեզ, որ ես չտեսա երշիկերենը, երեք իմ ընկերուհիները սասիսկիներ վերցրեցին, հետո գնանք այս կողմի վրա սիրելիներս, այլ այս կողմի վրա արդեն գալիս է խաշածում, և եթե չեմ սխալվում, երշիկերենը պետք է լինի այստեղ։ Այստեղ չէ, ուրիշ երշիկերենը կարտոֆիլ, սասիսկիները, բեկոնները, վերջը սիրելիներս մեզ բարի ախոժակ։ Իմ լավ հետևորդներ և հետևորդուհիներ ջան, իմ սիրելի թիմի անդամներ, չմոռանամ ասել, որ դնեք լայքերը, այո, այսօր ես վլոգի տակ տեսա, որ մեր հետևորդուհիներից մեկը գրել էր Անահիտ մի մոռացի, ասես մարդկանց, որ դնեն լայքերը։ Իհարկե, եթե հավանում եք, դրեք լայքերը, եթե հավանում եք գրանցվեք Անահիտ վլոգ, և ամենակարևորը սիրելիներս, ես ձեզ ցանկանում եմ առողջություն, ցանկանում եմ ամենալավը և ամենակարևորը, ես ձեզ շատ եմ սիրում եմ իմ հավատարիմ հետևորդներին և հետևորդուհիներին, որոնք ի սկզբանե իմ հետ են և պարտաճանաչ դայում են իմ բլոգները, համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ և ինչպես միշտ ասում, պակա, պակա։